Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հուլիսի 17-ն է, ուրբաթ։ Այսօր հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով վկաների հարցաքննությունը։ Դատարան էին կանչվել 16 վկաներ։ Նիստի ժամանակ հանրային մեղադրողը միջնորդել է երկարաձգել Գյումրիի քաղաքապետի կալանքը ևս 3 ամսով։ Դատարանը Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով եւ կիրառել գրավ 15 միլիոն դրամի չափով։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ, ինչից հետո Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել էր։ Իսկ ավելի ուշ նոր մեղադրանքեր ներկայացվել դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար։ Վեոլիա ջուրը Բյուրեղավանում խմելու ջրի որակի շեղումներ չի արձանագրել համայնքում աղիքային վարակի դեպքերով պայմանավորված։ Հիշեցնենք, շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացմամբ։ Հիմնական ախտանշաններն են ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ։ Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները եւ հակահամաճարակային միջոցառումները։ Լաբորատոր եւ համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ նշված հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ եւս Բյուրեղավանում արձանագրվել էին աղիքային վարակի հիվանդության դեպքեր։ Կառավարության երեկվա նիստում քննարկվել է հայկական արտադրության ձկնամթերքի Եվրամիության երկրներ արտահանելու հարցը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հարցի շուրջ որոշակի մանրամասներ է հայտնել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Նա վստահեցրել է, որ Եվրամիության շուկան արդեն բաց է հայկական արտադրության ձկնամթերքի համար։ Այս պահին իսկ արդեն պատրաստ ենք գնալ իրական արտահանման դաշտ։ Արտահանման վերաբերյալ երեկ ընդունվեց կառավարության նիստով որոշումը, որը կապված է Եվրոպական միության երկրներ ձուկ-ձկնամթերք արտահանելու ընթացակարգը, այսինքն մենք ունենք արդեն պատրաստի մեր չեկլիստները, որով որ ստուգումներ ենք իրականացնելու։ Հիմա կուզեմ մի հատ համառոտ ներկայացնել ընթացակարգը, որից հետո եթե կլինեն հարցեր, արդեն կպատասխանեմ։ Նախ մենք գիտենք, որ Եվրոպական միության երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու համար անհրաժեշտ է, որ ձկնաբուծական տնտեսությունները, ձկնամթերք արտադրական, ձուկ կամ ձկնամթերք պահպանում իրականացնող կազմակերպությունները գրանցված լինեն Եվրոպական միության երկրների առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում, դա նույն այն TRESIS համակարգն է, որի վերաբերյալ մենք գրեթե արդեն 1 տարի է խոսում ենք։ Հիմա արդեն մշակված է կարգը եւ ամսի 20-ին այս տարվա մենք նաեւ հյուրընկալելու ենք 4 փորձագետ Եվրոպական միության երկրներից, տարբեր երկրներից կլինեն փորձագետները Հայաստանի Հանրապետությունում, որոնք որ արդեն իսկ առաջին խմբականակները գնալու վերաբերյալ առարկայական հերթականությունով ցույց կտան բոլոր այդ լրացման եւ գործընթացի վերաբերյալ մանրամասն հարցերը։ TRESIS համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է, որ տնտեսվարողները դիմում ներկայացնեն սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, քանի որ Հայաստանի Հանրապետության տարածքում լիազոր մարմինը հանդիսանում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Դիմումը կարող են ներկայացնել փաստաթղթային տարբերակով, կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով եւ պարտադիր է, որպեսզի կցված լինեն համապատասխան փաստաթղթերը։ Համապատասխան փաստաթղթերը կազմված են 18 կետից, այսօր իրանք կհրապարակվեն սնունդ.am մեր պաշտոնական կայքեջում, փաստաթղթերը իրանցից որևէ ծավալուն կամ որևէ խնդրահարույց փաստաթղթեր չեն ներկայացնում, դա բոլոր այն փաստաթղթերն են, որոնք որ մեր տնտեսվարողները ունեն, այսինքն իրանց պետրեգիստրի վկայական, ձկնաբուծության վերաբերյալ, եւ ուզում եմ նշել, որ 18 կետերից, քանի որ մենք նշեցինք ձկնաբուծարանները, արտահանում իրականացնողները եւ պահպանում իրականացնողները, այսինքն տարածքի վերաբերյալ, ովքեր որ պահպանում են միայն իրականացնելու, այդ 18 հարցերը բոլոր ինչի որ համատեղ վերաբերում, այսինքն այնտեղ կան հարցեր, որ վերաբերվում է միայն ձկնաբուծարաններին, կան հարցեր, որոնք որ այսինքն մենք դա մեր սնունդ.am կայքում այսօր մանրակրկիտ
բոլորը կհրապարակենք։ Դիմումը ներկայացնելուց հետո տեսչական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է տնտեսվարողների ներկայացրած դիմումը, որից հետո աուդիտ, ոնց որ երեք ասեցինք, չասենք ստուգում է իրականացվում, բայց իրականում ստուգում ենք իրականացնելու տնտեսվարողների մոտ, գնահատելով իրենց համապատասխանության վերաբերյալ, այսինքն կազմելու է տեսուչի կողմից կազմվելու է տեղեկանք, եթե տվյալ տնտեսությունը համապատասխանում է բոլոր այդ պահանջներին, որ մենք կարող ենք իրան գրանցել TRACE-ից համակարգում, դրանից հետո տեսչական մարմինը գրանցում է տվյալ կազմակերպությունը TRACE-ից համարում։ Գիշերը բավականին թեժ է եղել մերձավոր արևելքում, ԱՄՆ հարվածել է Իրանին, կան զոհեր, իսկ Իրանը պատասխան հարվածները հասցրել տարածաշրջանում գտնվող Միացյալ Նահանգների ռազմական օբյեկտներին։ Վաշինգտոնը պնդում է, Թեհրանը ցանկանում է գործարք կնքել, սակայն միաժամանակ մեղադրում է Իրանին պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Առճակատման գլխավոր կետերից մեկը շարունակում է մնալ Հորմուզի նեղուցը։ Արշալույսները հարևան Իրանում այս գիշեր էլ խաղաղ չեն բացվել։ ԱՄՆ-ն թիրախավորել է Իրանի ափամերձ հսկողության եւ հակաօդային պաշտպանության կետերը, ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքները եւ Իրանի ծովային ռազմական կարողությունները։ Վաշինգտոնը պնդում է, նպատակը Իրանի ռազմական ներուժի թուլացումն ու Հորմուզի նեղուցում ծովային երթևեկությունը խաթարելու հնարավորությունների սահմանափակումն է։ Չնայած ամերիկյան կողմի այն հավաստիացումներին, թե հարվածում են միայն ռազմական օբյեկտներին, իրանական լրատվամիջոցները հաղորդում են նաև քաղաքացիական օբյեկտների թիրախավորման մասին։ Ըստ այդ հաղորդումների հարվածների տակ են հայտնվել Հորմոզգանի եւ Բանդար Աբաս նահանգների մի քանի կամուրջներ, Քիշ կղզու էլեկտրական ենթակայանը, ինչպես նաև Բանդար Աբասի եւ Իրան Շահրի օդանավակայանների մերձակայքը։ Իրանական կողմը հայտնում է առնվազն 7 զոհի եւ մի քանի վիրավորների մասին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի հետ համատեղ հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Ըստ իրանական կողմի թիրախավորվել են Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաօդային բազան, Քուվեյթում ամերիկյան ուժերի եւ լոգիստիկ կենտրոնների օբյեկտները, Օմանում գտնվող 2 ռադարները, Սիրիայում տեղակայված ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարական կենտրոնը, ինչպես նաև Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազան, որտեղ ոչնչացվել են մի քանի ամերիկյան տանկեր եւ կորսանիչներ։ Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը լիովին պատրաստ է պատերազմի եւ ուժով կարձագանքի երկրի դեմ ուղղված ցանկացած հարձակման եւ նոր արկածախնդրության։ Աբոլ Ֆազլ Չեքարչին զգուշացրել է, եթե իրանական ենթակառուցվածքները վնասվեն, տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքները կդառնան Իրանի թիրախը։ Նա շեշտել է, որ Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ անվտանգության աղբյուր է ամբողջ տարածաշրջանի համար, այլ ոչ թե վտանգի։ Այսպիսով կողմերի հայտարարություններում կրկին հակասություն է առաջանում։ Մի կողմից Վաշինգտոնը խոսում է բանակցությունների շարունակության եւ հնարավոր գործարքի մասին, մյուս կողմից ռազմական գործողությունները ոչ միայն չեն դադարում, այլև շարունակում են ընդլայնվել տարածաշրջանում։ Գործարք ընկնելու ցանկություն Իրանը դեռ ունի, շարունակում է պնդել Սպիտակ տունը։ Ես այս մասին խոսել եմ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ ընդամենը 1 ժամ առաջ։ Իրանը շարունակում է բանակցել Միացյալ Նահանգների հետ եւ ասում, որ ցանկանում է մեզ հետ գործարք կնքել, նույնիսկ այն դեպքում, երբ ամերիկյան զինվորականները կործանարար հարվածներ են հասցնում Իրանին։ Վաշինգտոնը վերջին օրերին իրականացված հարվածները կապում է Իրանի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտման հետ։ Իրանը պարտավորվել էր չկրակել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ։ Ցավոք նրանք կայացրել են ողբերգական որոշում, անել դա։ Առճակատման առանցքային կետը շարունակում է մնալ Հորմուզի նեղուցը։ Նեղուցով անցնում է նավթի եւ այլ էներգակիրների միջազգային առևտրի զգալի մասը։ Հետևաբար այստեղ ցանկացած ռազմական սրում կարող է անմիջապես անդրադառնալ ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային շուկաների վրա։ Սպիտակ տունը հայտարարում է նեղուցը բացի այն նավերի համար, որոնք չեն մեկնում դեպի Իրանի նավահանգիստներ կամ չեն գալիս այնտեղից, եւ որ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը շարունակում են գտնվել այդ տարածքում, ապահովելու նավերի անցումը։ Ամեն դեպքում այս պահին բանակցությունների մասին հայտարարությունները դեռևս չեն վերածվել կայուն հրադադարի։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Իսրայելի խորհրդարանը ինքնալուծարման մասին որոշում է կայացրել։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել իշխող կոալիցիայի 62 падգամավոր։ Ընդդիմադիր ուժերը չեն մասնակցել քվեարկությանը։ Նոր գումարման խորհրդարանն արդեն կհավաքվի հոկտեմբերի 27-ի խորհրդարանի ընտրություններից հետո։ Քաղաքացիները պետք է ընտրեն 120 падգամավոր։ Խորհրդարանում մեծամասնություն կազմելու եւ կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է առնվազն 61 մանդատ։ Բենյամին Նեթանյահուի գլխավոր մրցակիցը Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտն է, ընդդիմադիր Յաշար Դաշինքով։ Վերջին հարցումների համաձայն Այզենկոտը փոքր առավելություն ունի Նեթանյահուի նկատմամբ։
2 տարվա դադարից հետո Արթուր Ալեքսանյանի անվան սպորտային համալիրի կառուցումը վերսկսվելու է, նոր շինընկերության հետ կնքած պայմանագիր կա։ Նախորդ կապալառուի հետ պայմանագիրը քաղաքաշինության կոմիտեն խզել է շինարարության ընթացքում հայտնաբերված բազմաթիվ թերությունների, նախագծային եւ աշխատանքային ժամկետների խախտումների պատճառով։ Հիմա մենք ծանոթանում ենք միջավայրին, ծանոթանում ենք, թե ինչ աշխատանքներ են կատարված, ինչ է մնացել կատարելու, ոնց որ պլյուս մինուս ենք անում, էլի։ Նոր շինարարը նախորդի կատարածն ու կիսատ թողածն է գույքագրում։ Ակտիվ շինարարությանը դեռ չեն հասել։ Շինընկերության պատասխանատուին մի քանի օր ժամանակ է պետք, որպեսզի ուսումնասիրի ու հասկանա, թե որտեղից սկսել։ Նախորդ կառուցապատողը տարբեր հատվածներում շիննորմերի խախտումներ էր թույլ տվել։ 2 տարի առաջ նախագծային սխալի եւ շինթերությունների պատճառով մարզահամալիրի մասնաշենքերից մեկի բետոնյա ծածկը ճկվել էր, այն արագ ապամոնտաժվեց։ Հիմի ծածկը ապամոնտաժվել է, նոր նախագիծ է կառուցվել, ֆերմաներով ծածկ, կոմիսիա է կազմվել, որպեսզի ստուգեն հեծանների եւ սյուների վիճակը, դրանից հետո նոր լուծումները կդան, մենք կսկսենք կառուցել։ Ծածկի ապամոնտաժումից 2 տարի անց բաց տարածքում նստվածքների պատճառով քանդվել է նաև բետոնյա հատակը, այն եւս ապամոնտաժման ենթակա է։ Ծածկ չկա անձրևած ջրերի ու մնացած շենքի միջից դուրս գալով նորից անձրևած ջրերը հավաքվել են, գնալու տեղ չեն ունեցել, ներծծվել են հողի մեջ, նստվածք է տվել բետոնը։ Պետք է քանդվի, իմ կարծիքն է, իհարկե նախագծողը վերջնական ինքնլուծումները կդա։ Նորմերի խախտումներով կատարված անորակ շինարարության հետևանքը միայն ծածկի ապամոնտաժումը չի եղել։ Պատվիրատուն շինարարի հետ կնքած պայմանագիրը խզել է նաև շինարարության ժամկետներում խախտումները արձանագրելու արդյունքում։ Երևի ոչ ճիշտ կազմակերպման հետևանքով լուրջ են մոտեցել հարցին։ Իրականացվել է սպորտային համալիրը հիմնականում կմախքն է, երկաթբետոնի աշխատանքները։ Այնտեղ կար նաև անորակ աշխատանքներ, որոնք չի վճարվել, հետո վերադարձվել այդ աշխատանքները։ Իրականացվել է սպորտային համալիրի մեծ դահլիճի մետաղյա ֆերմաների կառուցում, տեղադրում, որը մեր կողմից չի ընդունվել ու լրիվ զրոյացվել է, հիմա դա պետք է դեմոնտաժ անեն։ Մարզահամալիրում դեռ ապամոնտաժման գործեր կան, որոնցով արդեն նոր շինարարն է զբաղվելու։ Մեծ մարզադահլիճում տեղադրված մետաղական հսկայական կոնստրուկցիաները նախկին շինարարը կրկին շեղումներով է հավաքել։ Մեծ թռիչքով ֆերմաներ են 36 պլյուս նույնիսկ թռիչքը 36 մետրից ավել, իրականացել էին, պատրաստել էին տեղում շինհրապարակում, որը անթույլատրելի էր, դա պետք է լիներ գործարանային արտադրության, իրեն ամբողջ պարամետրերով, սերտիֆիկատներով, անձնագրերով, իրենք տեղում են տեղադրել ու անորակ է ստացվել։ Որակական խնդիրները քիչ են նաև ավարտական փուլին հասած հյուրանոցային մասնաշենքում։ Ներքին հարդարման աշխատանքների մի մասն արել են, դուռ լուսամուտ տեղադրել, դրանք նույնպես փոխվելու են։ Դռները հանել ենք տվել, նոր շինարարական նմուշներ են ներկայացրել։ Նախագծի ոչ համապատասխան դռներ են դրել։ Անորակ չէ, տրված էր փայտի դուռ, իրանք փայտի դուռ չէին դրել։ Նրա մշակված նախագիծը դեռ նոր կապալառուին չի հանձնվել, նախագծային փոփոխությունները վերաբերում են նաև մարզահամալիրում կառուցվող լողավազանին, որը ոչ թե բաց, այլ փակ է լինելու, առաջարկվել է խորությունն ավելացնել, որ համապատասխանի միջազգային չափորոշիչներին։ Մարզահամալիրի շինարարության ծավալի մոտ 41%-ն է արված։ 2021 թվականին կնքված պայմանագրով 5 տարում պետք է ավարտված լիներ մարզական կառույցի շինարարությունը, որի շահագործումը նախատեսված էր այս տարի։ Նոր կապալառուի հետ կնքված պայմանագրով նոր ժամկետ է սահմանվել։ Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը շահագործման է հանձնվելու 3 տարի անց, 2029 թվականին։ Մարինե Տերբինյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Տարեկան Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դիմում են Շենգենյան վիզա ստանալու, սակայն դիմումների զգալի մասը մերժվում է ոչ թե իրավական խոչընդոտների, այլ դիմելու կարգի, պահանջվող փաստաթղթերի եւ ընթացակարգերի վերաբերյալ անբավարար իրազեկվածության պատճառով։ Թեմայի շուրջ միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը Գյումրիում կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում Եվրոպա մեկնել ցանկացողների համար։ Մասնագետները ներկայացրել են Շենգենյան վիզայի դիմելու ամբողջ ընթացակարգը, ամենատարածված սխալները, որոնցից պետք է խուսափել։
Ճանապարհորդելու վայրերն ու ուղղություններն ընտրելիս բոլորս երկար ենք քննարկում, համեմատում տարբերակներ ու փորձում կանգ առնել լավագույնի վրա։ Անկախ նրանից արտերկիր մեկնում ենք զբոսաշրջության, գործնական այցի, կրթության, բուժման թե միջոցառումների մասնակցելու նպատակով, կարևորը առանց ավելորդ խոչընդոտների օտար երկրում ազատ տեղաշարժվելու հնարավորությունն է։ Եվրոպական, մասնավորապես Շենգենյան գոտու երկրներ այցելելու համար առաջին քայլը Շենգենյան վիզա ստանալն է։ Միանշանակ գրավիչ է, բայց քչերը գիտեն, որտեղից ու ինչպես ճիշտ սկսել։ Լուրջ բաց կա տեղեկատվության, իրազեկվածության քաղաքացիների միջև հենց վիզաների տրամադրման գործընթացի մասին, Շենգենյան վիզաների համակարգի ամբողջ տրամաբանության, վարչարարության մասին, մերժման պատճառների մասին, դիմողների պատասխանատվության, իրավունքների պարտականությունների մասին այդ գործընթացի շրջանակներում միջնորդ կազմակերպություններին վստահելու հարց կա եւ միջնորդ կազմակերպությունների կողմից սխալ ուղղորդման հարց կա քաղաքացիների եւ կարծում եմ որ իրազեկում այս առումով նույնպես կօգնի խուսափել այդ խնդիրներից եւ ապահովել ավելի բարձր որակ ներկայացվող դիմումների Եվրամիության հետ ակտիվ վիզային երկխոսության մեջ գտնվող Հայաստանում վիճակագրությունը խոսում է Շենգենյան գոտու երկրներ մեկնելու մեծ հետաքրքրության մասին։ 2024 թվականին Շենգենյան վիզա ստանալու համար դիմել է շուրջ 100,000, իսկ 2025 թվականին ավելի քան 86,000 Հայաստանի քաղաքացի։ Քանի որ Հայաստանը դեռևս Եվրամիության անդամ չէ եւ ընդգրկված չէ այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են մինչեւ 90 օր առանց վիզայի մուտք գործել Շենգենյան գոտի, Հայաստանի անձնագիր կրողները պարտավոր են մինչև մեկնելը ստանալ Շենգենյան վիզա, բացառությամբ այն դեպքերի, երբ ունեն վավեր կացության կարգավիճակ կամ այլ ճանապարհորդական փաստաթուղթ, որը նրանց իրավունք է տալիս մուտք գործել առանց վիզայի։ Ուստի Եվրոպա մեկնելու առաջին քայլը Շենգենյան գոտի մուտք գործելու իրավունք տվող 3 վիզաներից համապատասխան տեսակի ընտրությունն ու ստացումն է։ Իսկ որոնք են այդ տեսակները։ Առաջինը դա A-տիպի տեսակ է, A-տեսակի վիզա է, որը տրվում է, դա կոչվում է տարանցիկ վիզա, եւ ձեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար անհրաժեշտ է միայն Լեհաստանի եւ Չեխիայի դեպքում։ Երկրորդ տեսակը դա C վիզան է, դա թույլ է տալի ձեզ մինչև 90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում ամբողջ Շենգենյան գոտում ճանապարհորդել։ Եվ երրորդը դա D-տիպի վիզան է, դա ազգային վիզա է, երկարաժամկետ վիզա է, ավելի երկարաժամկետ վիզա է, սա տրվում է, եթե դուք գնում եք ուսման, այսինքն սովորելու կամ աշխատելու։ Դա մեկ երկրի կողմից տրված վիզա է։ Եթե նախատեսվում է այցելել մի քանի Շենգենյան երկիր, դիմումը ներկայացվում է այն երկրի հյուպատոսություն, որտեղ նախատեսվում է անցկացնել ամենաերկար ժամանակահատվածը։ Իսկ եթե օրերը հավասարապես բաշխված են, ապա այն երկիր, որի սահմանով իրականացվելու է առաջին մուտքը Շենգենյան գոտի։ Կարևոր է, որ փաստաթղթերի փաթեթը լինի ամբողջական եւ արժանահավատ։ Ամենակարևոր մոտեցումը քաղաքացու համար դա լինել թափանցիկ, լինել ազնիվ, լինել ճշգրիտ բոլոր փաստաթղթերի մասով, հետևել բոլոր ցուցումներին, հյուպատոսությունների կամ վիզա կենտրոնների կողմից տրամադրված, ինտերնետային կայքեր կան համապատասխան, որտեղ շատ մանրամասն նկարագրվում է դիմելու գործընթացը եւ այն փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացվեն փաթեթի շրջանակներում։ Հիմա քանի որ արդեն չարտերներ են մտել Հայաստան եւ պահանջարկը ավելի մատչելի ավիատոմսերով պայմանավորված պահանջարկը Եվրոպայի հանդեպ ավելի շատ է դարձել, դիմումատուներն էլ են շատացել եւ դեսպանատները այլընտրանք, որպես այդպեսին outsource գործակալություններին են հանձնարարում, որպեսզի զբաղվեն Շենգենյան վիզաներով եւ տուրիստականների գործը այստեղ նույնպես բարդացել է։ Ներկայում Հայաստանում Շենգենյան վիզա ուղղակիորեն տրամադրում է 10 երկիր։ Մյուս երկրների դեպքում քաղաքացիները պետք է դիմեն համապատասխան երկրի կողմից սահմանված հյուպատոսական ներկայացուցչությանը։ Իսկ օրինակ Ավստրիայի Շենգենյան վիզաները ձևակերպվում են Թբիլիսիում, իսկ Իսպանիայինը Մոսկվայում գործող դեսպանությունների միջոցով։ Մասնագետները հորդորում են դիմել միայն ճանապարհորդության հիմնական ուղղություն հանդիսացող երկրի հյուպատոսություն։ Քանի որ այսպես կոչված վիզա շոփինգը միտումնավոր այլ հյուպատոսություն դիմելը կարող է հանգեցնել մերժման։ Այս պարագայում սակայն քաղաքացին կարող է կամ բողոքարկել որոշումը, կամ շտկված փաստաթղթերով կրկին դիմել։ Շատ քաղաքացիներ չեն կարողանում հստակ պատկերացնել ինչու են իրենք մերժում ստացել, բայց այդ վարչարությունն այսպես է, հիմնականում մի կետով է նշվում եւ շատ ծավալուն բացատրություն չի տրվում, կարող են բողոքարկել, այդ բողոքարկման արդյունքում ու շատ անգամ խորհուրդ է տրվում ոչ թե բողոքարկել, այլ վերանայել փաթեթը, շտկել հնարավոր սխալները։ Բոլոր դեպքերում, որպեսզի խուսափել նման երևույթներից, ավելի ճիշտ կլինի, որ դիմեք այն հյուպատոսություն, թե որ երկիր գնում եք։
Հետագայում ձեր պատմության համար, վիզային պատմության համար էլ ավելի լավ կլինի։ Եվրամիության սահմանած կանոններին համապատասխան վիզայի դիմումների ներկայացումը կարևոր է ոչ միայն քաղաքացիների ճամփորդական ծրագրերի հաջող իրականացման, այլև մերժումների ցածր ցուցանիշ ապահովելու տեսանկյունից։ Տեղեկատվական հանդիպման ավարտին մասնակիցները ստացան ուղեցույցներ, որտեղ պարզ եւ հասանելի ձևով ներկայացված են Շենգենյան վիզայի դիմելու ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերը, մերժման դեպքում հետագա քայլերը։ Հասմիկ Թումասյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։